Բարի օր, ես Ժասմինն եմ, ինձ հետ է Սաթին։ Մենք երկու քաղաքացիներ ենք եւ ուզում ենք խոսել մի օրենքից, որը առնչվելու է բոլորիս, որի ազդեցությունը մեր մաշկի վրա զգալու ենք բոլորս, անկախ սեռիս տարիքից եւ կարգավիճակից։ Խոսքը բանակի մասին օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որը վերջերս ՀՀԱԺ-ն ներկայացրեց կառավարությանը եւ որին կառավարությունը կարծեմ հավանություն տվեց արդեն։ Օրենքի հեղինակները հիմքում դնում են մի քանի խնդիր, որ իրոք գոյություն ունեն եւ առաջարկում են լուծումների այսպիսի տարբերակներ։ Առաջինը ֆինանսական կողմով առաջարկում են զինապարտ քաղաքացիներին վճարել 24 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս 24 ամսվա փոխարեն, կամ վճարել 18 միլիոն դրամ եւ ծառայել 4 ամիս 24 ամսվա փոխարեն։ Որպես հիմնավորում նշվում է, որ այս պահին վիճակագրորեն յուրաքանչյուր 10 զինապարտ քաղաքացուց ծառայում է 3-ը եւ մյուս 7-ը այս կամ այն կերպ ազատվում են ծառայությունից։ Ենթադրվում է, որ օրենքի փոփոխությունից հետո վիճակագրությունը պետք է տեղերով փոխվի, այսինքն ծառայեն 70%-ը եւ միայն 30%-ը ազատվեն։ Որպես օրենքի դրական արդյունք նշվում է կոռուպցիայի նվազեցումը, արտագաղթի նվազեցումը եւ բանակի թվաքանակի ավելացումը։ Թվաքանակի ավելացման համար առաջարկվում է նաեւ զինապարտության տարիքը բարձրացնել, այս պահին 27 տարեկան է, դարձնել 32 տարեկան։ Եվ հանուն արդարության ասենք, որ առաջին հայացքից այս ամենը վատ չի հնչում։ Բայց եթե մենք օրենքին նայում ենք մի քիչ ավելի մոտիկից, մի քիչ ավելի խոշորացույցով, տեսնում ենք մի շարք խնդիրներ։ Հիմա մենք այստեղ ունենք իրավաբան, որ հետ միասին կփորձենք հասկանալ ինչ հիմնային խնդիրներ կան օրենքում, ինչ խնդիրներ ունի յուրաքանչյուր կետը արդյունավետության առումով, ոչ տեսականորեն, այլ ինչքանով աշխատի կամ չի աշխատի, եւ վերջում կփորձենք հասկանալ, թե ինչպես կարող ենք նույն օրենքի ավելի արդյունավետ, ավելի սահմանադրական եւ ավելի լավ աշխատող տարբերակը ստանալ։ Սեթի։ Շնորհակալություն Ժասմին։ Այդքանը որ քննարկենք, մի քանի օր կքննարկենք, բայց արագ փորձենք անցնենք ամեն ինչի վրա։ Ուրեմն արտագաղթը, կոռուպցիան եւ բանակում թվաքանակի խնդիրները բոլորիս հայտնի խնդիրներ են։ Քննարկել արդյոք ունենք արտագաղթ, արդյոք ունենք կոռուպցիայի հետ կապված խնդիրներ, արդյոք մենք այդքան հայրենաձեր չենք, որ բանակ չենք գնում ծառայելու եւ այլն, համարում եմ կամ դեմագոգիա, կամ Հայաստանի Հանրապետության իրականությունից կատարյալ անտեղյակություն։ Թող մենք դրանով չենք զբաղվում, խնդիրները կան ու խնդիրները խիստ հրատապ են իրոք Հայաստանի Հանրապետության համար։ Պետք է իրանց լուրջ վերաբերվել ու միայն ասելով, որ օրենքը վատն է, չենք ուզում, պետք է հասկանանք, որ այդ խնդիրները չեն լուծվելու։ Այդ առումով ողջունելի է իհարկե, որ օրենսդիրը նախաձեռնությամբ է հանդես գալիս, մի կողմից ողջունելի է, մյուս կողմից դա իրանց գործն է իրականում, բայց ողջունելի է, որ խնդիրները հասցեավորվում են, ուղղակի դա արվում է մոտիկից, ինչպես ասեցիր, որ նայում ես, շատ թերի ձևով ու կարող է մենք ստանանք մի իրավիճակ, որ ունքը սարքելու տեղը աչքնել հանենք։ Այդ է, որից փորձում ենք խուսափել, թե չէ իրականում հասկանում ենք, որ փորձում ենք ունքը սարքել, էլի, ու այդ ունքը պետք է սարքել, շատ մենակ ունքը չէ, բավականին ծանր են ժողովրդագրական խնդիրներ, բանակի հետ կապված թեմաներ, ու կոռուպցիան մեզ 30 տարի է հայտնի է այդ թեման։ Մենք չենք քննարկելու ռազմական կոմպոնենտը օրենքի։ Մենք դրա մասնագետը չենք, դա թողնում ենք, այսինքն ունենք ռազմագետներ, որ արդեն այդ մասին խոսել են։ Մենք վերցնելու ենք յուրաքանչյուրս մեր մասնագիտության ու մեր գիտելիքների սահմանում բանից խոսել։ Highlight սոցիալ-հոգեբանական թեմաներից, իրավական թեմաներից, որ տեսնենք, թե օրենքը այդ բնագավառում մեզ ինչ է առաջարկում, ինչ խնդիրներ է լուծում ու ինչ խնդիրներ կարա առաջացնի դրա փոխարեն։ Այս առումով օրենքի հիմնավորումը, երբ որ ցույց է տրվում խնդիրները, որոնք մենք փորձում ենք լուծել, դեռ աշխատում է վիճակագրության հետ, ինչ որ թվեր է ներկայացվում։ Թվեր ներկայացվում են, անհասկանալի է որտեղից այդ վիճակագրությունը, բայց ենթադրենք վստահում ենք օրենսդրին, ենթադրենք այդ թվերը ճիշտ են
ու հիմնավորման մեջ խնդրի արտիականությունը ճիշտ է ներկայացվում։ Հենց գնում ենք խնդիրները լուծելու փուլին, այսինքն մեխանիզմները, որոնք պիտի այդ խնդիրները լուծեն, գործիքակազմը, որը առաջարկում է օրենքը, քանակական թվային հիմնավորումները գրեթե անհետանում են։ Հայտնվում ենք ասենց ինչ որ գնահատականների համակարգում, որտեղ ամեն ինչ ցանկալի է, հուսով ենք, կարծում ենք, ուզում ենք, այս կատեգորիաների մեջ է տեղի ունենում։ Դա խնդիր է, երբ որ դու քո գործիքակազմի արդյունավետությունը ներկայացնում ես ցանկությունների մակարդակում։ Երկրորդ խնդիրը այն է, որ Հայաստանի իրականությունից հասկացող մարդը ոչ միայն գիտի, որ կոռուպցիայի հետ խնդիր ունենք արտագաղթի, բանակի, այլ նաև միանգամից պիտի հասկանար լիքը նեգատիվ էֆեկտներ, որոնք օրենքը իր հետ բերելու է։ Դրա մասին հեսա կխոսանք, ինչ սոցիալ հասարակական, հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ, ու դրանց մասին ընդհանրապես չի խոսում օրենքը։ Այսինքն այն ինչ որ դրական փոփոխություն ակնկալվում է, դա ասեմ ցանկությունների մակարդակում է, իսկ այն բացասական հետևանքները, որոնք ակնկալելի են, ոչ միայն չի գնահատված, այլև նույնիսկ չի էլ նշվում, ասենց որ չկա տենց բան, էլի, մենք մենակ լավ բան ենք անում, ու դա իրոք խնդիր է բացասական հետևանքներից խոսալուց առաջ կամ դրական հետևանքների արդյունավետությունը գնահատելուց առաջ ցանկացած օրենք, որը նախագծվում է ու առաջարկվում է ընդունելու, պիտի դիտարկվի ու գնահատվի սահմանադրականության տեսանկյունից, որովհետև Հայաստանի Հանրապետության մայր օրենքը, բարձրագույն օրենքը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է, ու ոչ մի օրենք, լինի դա ազգային թե միջազգային ինչ-որ համաձայնագրի վավերացում, Հայաստանի Հանրապետություն չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Հիմա քանի որ այս օրենսդրական նախագիծը միջազգային պայմանագրի արդյունք չի, այլ ազգային օրենսդրություն է, ցավոք սրտի սահմանադրական դատարանը միանգամից չի ստուգելու, թե ինչքանով է օրենքը համապատասխանում մեր սահմանադրության չափանիշներին։ Որպեսզի դա տեղի ունենա, այդ նախաձեռնությամբ պիտի հանդես գան կամ ՀՀ վարչապետը, կամ ՀՀ նախագահը, կամ ԱԺ պատգամավորների 1/5-ը, կամ մարդու իրավունքների պաշտպանը, ըստ մեր օրենսդրության։ Առաջին 3-ից անկեղծ ասած ես նման նախաձեռնություն չեմ ակնկալում, մարդու իրավունքների պաշտպանի դեպքում շատ դրականորեն զարմացած եմ, որովհետև ինքը արդեն իսկ շատ հստակ գնահատական է տվել, երևի միակ իրականում դեպքն է, որ ես կարդացել եմ ինչ-որ մի բան սահմանադրության հետ կապված այս օրենքի ու սահմանադրության փոխհարաբերությունների մասին, ինքը շատ հստակ գնահատական է տվել, որ լուրջ կասկածներ ունի սահմանադրականության մասին, ու եթե օրենքը ընդունվի այսօրվա տարբերակով, առանց լրացուցիչ փոփոխությունների, ինքը կդիմի սահմանադրական դատարան, խնդրելով ստուգել օրենքի սահմանադրականությունը։ Տեղի կունենա դա թե չէ չեմ կարող ասել, բայց ինձ այդ փաստը շատ ուրախացնում է ու հուսադրում է, որովհետև ես այս օրենքի մեջ իրոք տեսնում եմ շատ լուրջ խախտումներ, հատկապես հավասարության սկզբունքի, համաչափության սկզբունքի եւ մարդու հիմնարար իրավունքների սահմանափակման առանց իրավական հիմնավորման, թե ինչու ենք դա անում։ Արի, որպեսզի կարողանանք հասկանալ, այսինքն բոլորին հասկանալի լինի ինչա նշանակում սահմանադրական եւ հակասահմանադրական կամ ոչ սահմանադրական, սկզբում փորձենք հասկանալ, թե ինչա սահմանադրությունը, ինչի են ամենտեղ մեծատառով գրում սահմանադրություն բառը, ինչի է ինքը այդքան կարևոր, որովհետեւ կարծում եմ այդ թեման է, որ մեծ շատ քիչ է խոսվում եւ այն բանը չի, որ մեզ դպրոցում բացատրել են։ Հա, հիմա ոնց որ բացատրում են, մեզ չեն բացատրել։ Ուրեմն սահմանադրությունը պետության գլխավոր օրենքն է։ Չկա ոչ մի ուրիշ օրենք, լինի դա ազգային թե միջազգային իրավունքի շրջանակներում, որ կարող է հակասել հանրապետության սահմանադրությանը։ Սահմանադրությունը պայմանագիր է կարելի ասել,
քաղաքացիների մեջ կնքվող դա մի պայմանագիր է, որով մենք փորձում ենք խուսափել նախնադարյան միստուկացից, բարքերից, որտեղ ուժեղը կարար սպաներ թույլին, տիրանար իր հողին, ընտանիքին ստրկացներ, չգիտեմ, անասուններին մորթեր ուտեր, որպեսզի այդ ամեն ինչը տեղի չունենա, մենք պայմանավորվում ենք, որ ապրելու ենք մեր համակեցությունը տեղի ունենալու հետևյալ կանոններով, հետևյալ իրավական եւ բարոյական սկզբունքներից ելնելով։ Այսինքն դրանք ընդհանրապես կանոններ են, որոնք մեզ պիտի օգնեն հանրային կյանքը քաղաքակիրթ կազմակերպելու ու որպեսզի բոլորս լինենք իրար հավասար, որպեսզի այնպես չստացվի, որ հարուստը ավելի շատ իրավունքներ ունենա, ֆիզիկապես ուժեղը ավելի շատ ճնշի ինչ-որ ֆիզիկապես թույլին եւ այլն, որպեսզի մենք բոլորս ենթարկվենք այդ նույն կանոններին։ Ու որպեսզի դա տեղի ունենա, մենք ստեղծել ենք մի համակարգ, որի անունն է պետություն, իրան դրել ենք մեր գլխին, բառացի դրել ենք մեր գլխին ու ասել ենք, խնդրում ենք մի կողմից դու մտածի այդ կանոնները, ըստ որոնց մեր համակեցությունը պիտի տեղի ունենա։ Մյուս կողմից էլ հետևի, որ բոլորը այդ կանոնները պահեն, որպեսզի մենք բոլորս հավասար լինենք օրենքի առաջ։ Այդ առումով պետություն քաղաքացի հարաբերությունները դառնում են ուղղահայաց, երբ որ մենք ստեղծում ենք այդ պետությունը, ու հավասարությունը գործում է քաղաքացիների միջև, այսինքն երբ որ ես ու դու ինչ որ իրավական պայմանագիր կնքենք, հարաբերություններ ունենանք ու խնդիր առաջանա, գնանք դատարան, մենք հավասար ենք օրենքի առաջ որպես սուբյեկտներ։ Բայց երբ որ մենք խնդիր ենք ունենում պետության հետ, մենք այլևս հավասար չենք, մենք չունենք նույն լծակները ազդելու պետության վրա, որոնք ունի պետությունը մեզ վրա ազդելու։ Օրինակ, որ ոստիկանը մեզ բռնում է ինչ որ հանցանքի վայրում ու տանում է դատարան, մենք չենք կարող ասենք, ես էլ հավասարության սկզբունքով մի ոստիկանն ձերբակալում տանեմ մեր տուն։ Մենք չունենք այդ իրավունքը, միակ գործիքները, որ մենք ունենք պետության վրա ազդելու, դա ընտրության գնալն է, այսինքն մենք ընդհանրապես ընտրում ենք այն մարդկանց, որոնք նստած են լինելու մեր գլխավերևում ու գրելու են այդ օրենքները ու հետևելու են, որ այդ օրենքների կատարածվեն ու ասենք գործադուլ, ինչ որ ցույցեր եւ այլն, բողոքի արտահայտման տարբեր մեխանիզմներ։ Դրան հակառակ պետությունը ունի բավականին ուժային ու բավականին բազմազան գործիքակազմ մեզ վրա ազդելու, մեզ ինչ որ բաներ ստիպելու։ Սպասի, բայց նույն սահմանադրությունը կարգավորումը, եթե ճիշտ եմ հասկանում, նաև են, որ ոստիկանը ձերբակալելուց պարտավորություն ունի ինչ որ սահմաններ պահի, այսինքն ավելորդ ուժ չկիրառի, չէ՞, ինչ որ հա, իհարկե։ Այսինքն նույնիսկ պետության մակարդակով ինչ որ ամենաթողություն չի սահմանադրությունը, կարգավորումը նաև այդ Հա, չէ, ամենաթողություն չի իհարկե, նորից դա ընդհանրապես բարոյական ու իրավական սկզբունքներ են, ու համենայն դեպս սահմանադրության սկիզբն գլխավոր մասը, որոնք մեր արժեհամակարգն են իրականում նաև ներկայացնում, օրինակ թե մենք ինչպես ենք հոգտանում ծերերի մասին, երեխաների մասին, հաշմանդամների մասին եւ դա բարոյական ու իրավական նորմեր են։ Ու որպեսզի այդ ամեն ինչը իրոք աշխատի, մի կողմից պետությունը պետք է մեզ որպես հավասարների վերաբերվի, այսինքն եթե օրինակ ոստիկանը ձերբակալում է մարդկանց, ապա պետք է բոլորին հավասար օրենքի ու ուժի կիրառմամբ ձերբակալի, համաչափ ավելի շատ, կախված նրանից, թե մենք ինչ ենք արել, ինչի համար են մեզ ձերբակալում։ Մյուս կողմից պետությունը պարտավոր է ստեղծել ինստիտուտներ, պետությունը պարտավոր է ստեղծել վերահսկման ֆունկցիաներ ունեցող ինստիտուտներ, որպեսզի բալանսավորելով իրար, այդ ինստիտուտները ապահովեն, որ ինչպես դու ասեցիր, վերևում տեղի չունենա ինչ որ նախ քաոս, երկրորդը ամենաթողություն, ավտոկրատիայի եւ ավելի վատ կառավարման ձևերի առաջացում, իշխանության ուզուրպացիա եւ այլն, որպեսզի այդ ամեն ինչը տեղի չունենա, որովհետեւ ռիսկը շատ մեծ է, մենք իրոք չունենք այտենց ուժեղ ազդեցության մեխանիզմներ պետության վրա, պետությունը պիտի անընդհատ ստեղծի ինստիտուտներ։ Եթե դա տեղի չի ունենում, ռիսկը շատ մեծ է, որ կարող է ամենաթողություն լինի վերևում։
հարցի պատասխանեցինք։ Ինչ վերաբերվում է բանակին, պետությունը ունի պարտավորություն մեր սահմանները պաշտպանելու։ Դա ինքնիշխանության սկզբունքից բխող պարտավորություն է։ Եթե մենք ուզում ենք լինենք պետություն, եթե մենք ուզում ենք, որ մեզ Հայաստանի սահմաններից դուրս վերաբերվեն որպես ինքնիշխան սուվերեն պետություն, մենք պարտավոր ենք կազմակերպել մեր սահմանների պաշտպանությունը։ Եթե մենք այդ պարտավորությունը չենք անում, մենք դադարում ենք լինել պետություն։ Այս մասը պետք է բոլորս հասկանանք, որ բանակը տենց ինչ-որ քմահաճույք չի էլի կամ հաճախ քննարկում են նաև բարոյականության տեսանկյունից կամ որ ստրկացում է այդ պարտադիր ծառայությունը եւ այլն, դա մտածված քայլ է մեր բոլորի կողմից։ Մենք այդ տղաների հիմնարար իրավունքները սահմանափակում ենք որոշ տարիքում, որոշ ժամանակահատվածով, որովհետև ուզում ենք ունենալ պետություն։ Միակ բանը, որ պետությունը պիտի այդտեղ անի, այդ հիմնարար իրավունքի սահմանափակումը պիտի կատարվի համաչափ, հավասար, դա այդ նորից նույն սկզբունքն է գործում, դա պետության պարտքն է մեզ, որ բոլորիս վերաբերվի հավասար եւ պիտի ստեղծի ինստիտուտներ, որոնք մեզ համար, քաղաքացիներիս համար ապահովում են վերահսկելությունը, թափանցիկությունը, որպեսզի այդ համակարգը իրոք աշխատի այնպես ինչպես նախատեսված է։ Եթե այս երկու բանը տեղի չի ունենում, խախտվում է սահմանադրական կարգը, այսինքն այն պայմանագիրը, որը մենք կնքել ենք բոլորս միասին ու որոշել ենք, որ այս սկզբունքներով ենք ապրելու, մեր համակեցությունը տեղի ունենալու հետևյալ սկզբունքների հիման վրա, այդ սկզբունքը խախտվում է։ Սահմանադրությունից որ խոսում են, դա ինչ-որ էլիտար, sense իրավաբանների համար նախատեսված թեմա չի, ինքը բարոյական ու իրավական նորմերի համակարգ է։ Երբ որ դա խախտվում է պայմանագիրը, որի հիման վրա ստեղծվել է քո պետությունը։ Եթե պատկերացնենք, որ պետությունը տուն է, հա, սահմանադրությունը հիմքն է։ Ու երբ որ մենք հիմա խոսում ենք երրորդ հարկի պատուհանի կոսմետիկ ռեմոնտից, իսկ այս օրենքը դրա մասին է, էլի, միշտ պետք է ուշադիր լինենք, որ այդ ընթացքում հիմքից ինչ-որ քար չհանենք։ Ինտուիտիվ, եթե մեր տան հիմքից մեկը գար քար հաներ, բոլորս կասենք, ինչ կա։ Այո, նույն բանը ստեղ պիտի կատարվի։ Դու միշտ անկախ նրանից ինչ ես քննարկում, որ հարկում ինչ կոսմետիկ ռեմոնտ ես անում, պիտի ուշադիր լինես, որ այդ ռեմոնտի ընթացքում հիմքդ չթուլանա, սեյսմակայությունը տանդ չնվազի։ Մի հարց էլ։ Ասում էր, որ պետությունը պիտի ստեղծի ինստիտուտներ։ Բանակը նույնպես ինստիտուտ է, չէ՞։ Այսինքն պետական ինստիտուտներից մեկն է։ Բանակը, որպես ընդհանուր կոնցեպտ։ Ու եթե այդ ինստիտուտը սահմանափակում է մարդկանց խմբի հիմնարար իրավունքները, օրինակ ազատ տեղաշարժի իրավունքը, չգիտեմ, վերցնում է ինչ-որ երիտասարդին ու իր տեղաշարժի տարածքը սահմանափակում է զորամասով։ Բայց ճիշտ եմ հասկանում, որ այդ սահմանափակ տարածքում էլի պետքա գործի սահմանադրությունը ու էլի նույն հիմնարար իրավունքները, այսինքն այդ դրա մեջ այլի մարդու արժանապատվությունը։ Այո, միանշանակ, ուրեմն այդ սահմանափակելու իրավունքը տեղաշարժի օրինակ, որ դու իրավունք ունես մենակ այս զորամասում տեղաշարժվել, նորից պետության իրավունքն է, բխում է ինքնիշխանության սկզբունքից, ՄԱԳ-ի կանոնադրությամբ ամրագրված երկրորդ հոդված առաջի կետ միանգամից ամենավերևում գրած է այդ մասին ինքնիշխանություն ու դրան բխող սկզբունքները պարտականությունները հայտնի են բոլորին բայց երբ որ դու մարդու իրավունքները սահմանափակում ես քո սահմանների անվտանգությունը ապահովելու համար դու այդ ընթացքում բոլորին պիտի նորից վերաբերվես հավասար համահարթ, համաչափ, իրանց դու քան որ պատժում ես, դա պատժիչ գործունեություն է, նույնը հարկերը օրինակ, մտրակադապետության, կնոտի պրանիկի սկզբունքով, քան որ դու կնոտ ես կիրառում, պետք է բոլորին լավ վերաբերվես այդ ընթացքում։ Այդտեղ կարա պետությունը լինի հակասահմանադրական, երբ որ այդ զորամասում մարդու արժանապատվությունը, կյանքի իրավունքը, առողջության իրավունքը եւ այլն խախտվի, իհարկե դա էլ չես կարա արդարացնես նրանով, որ դե ուզում ենք պետություն ունենանք,
պիտի դիմանա, այսպես ասած, զինվորը։ Դրա իրավունքը չունի պետությունը։ Ինքը ընդամենը ունի իրավունք տվյալ տղային հասարակական կյանքից մեր դեպքում 2 տարով հանելու ու ասելու սահման ես պաշտպանում, բայց պաշտպանությունը պետք է կազմակերպել սահմանադրությանը համապատասխան։ Մենք հիմա քննարկեցինք, որ սահմանադրությունը երկրի ներսում պայմանագիր է քաղաքացիների միջև, որի արդյունքում կարգավորվում են պետության գործունեության հիմնարար սկզբունքները։ Դա երկրի ներսում տունն է, ավելի ճիշտ տան հիմքն է։ Երբ որ մենք սահմաններից ներս քննարկում ենք սահմանադրությունը, մենք քննարկում ենք մեր տան հիմքը։ Սահմանադրությունը ունի նաև արտաքին ազդեցություն, արտաքին էլեմենտ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը պատկերավոր դուրս է գալիս մեր սահմաններից, դառնում է միջազգային հարաբերությունների սուբյեկտ, միջազգային իրավունքի օրենք, սուբյեկտ ու հարաբերությունների մեջ համատնում, տարբեր հարաբերություններ է հաստատում միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հետ, այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների եւ այլն։ Այդ կոնտեքստում, այսինքն մեր սահմաններից դուրս, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության անձնագիրն է։ Մեզ մեր սահմաններից դուրս, որպես պետություն, ճանաչում են մեր անձնագրով, սահմանադրությամբ, նույն կերպ ոնց որ այլ երկրների օդանավակայաններում քեզ ու ինձ ճանաչում են մեր կապույտ անձնագրով։ Նույն ֆունկցիան ունի Հայաստանի Հանրապետության անձնագիրը։ Հիմա էլի, երբ որ ինչ-որ մեկը խախտում է սահմանադրությունը կամ ինչ-որ օրենք, դա նույն բանն է, ոնց որ ինչ-որ մեկը մեր անձնագիրը վերցնի ու անձնագրից մի էջից, կողքից սկսի ճղել այդ էջը։ Եթե մեկը հիմա մեր աչքի առաջ մեր անձնագիրը վերցնի սկսի ճղել, մենք նորից չենք էլ մտածի երկար դրա մասին, չէ, ինտուիտիվ կասենք մի արա։ Ինչի համար։ Ինչի համար ինձ համար խնդիրներ ստեղծում, որովհետև ես վաղ այդ անձնագրով որ գնամ թե երկրի ներսում տարբեր հաստատություններ, թե երկրից դուրս հատկապես փորձեմ իդենտիֆիկացնելից, ես խնդիր եմ ունենալու։ Մի ճղի իմ անձնագիրը ու այդ ռեակցիան, այդ ինտուիցիան պետք է զարգանա մեզ մոտ նաև սահմանադրության նկատմամբ։ Դա մեր բոլորի կոլեկտիվ անձնագիրն է։ Ու երբ որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները երկրից դուրս փորձում են հարաբերություններ հաստատել, այդ ճղված անձնագիրը իր ազդեցությունը ունենում է։ Դրա համար ամեն անգամ, երբ որ հնչում է նախադասություն, որ ինչ-որ օրենք կարա խախտի քո սահմանադրությունը, դու պիտի պատկերացնես մի կողմից դա երկրի ներսում որպես տան հիմք, որը քանդում են, մյուս կողմից պիտի պատկերացնես դա որպես քո անձնագիրը, որով դու դուրս ես գալիս երկրից ու դա այն իրավական հիմքն է, որը քեզ թույլ է տալիս ներկայանալ որպես անուն ազգանուն, այսինչ երկրի քաղաքացի, այդ անձնագրից էջ են ճղում։ Երկու գործողությունն էլ առողջ, այսինքն պետականության նկատմամբ առողջ վերաբերմունք ունեցող հասարակությունում պիտի առաջացնի ռեակցիա, ինտուիտիվ պիտի առաջացնի պաշտպանելու, թույլ չտալու ռեակցիա։ Մեզ մոտ ցավոք այդ ռեակցիան դեռ չկա, չգիտեմ, պետության նկատմամբ վերաբերմունքը դեռ այդքան կոնկրետացված չի, ոնց որ ավելի սենց մենք սիրուն հայրենասիրական թեմաներով խոսալ, բայց դա շատ կոնկրետ գործողություններ է ու շատ կոնկրետ իրավական հետևանքներով։ Ճղված անձնագրով ճամփորդելը հաճելի չի։ Բացի հաճելից ինքը, այսինքն զուտ մաթեմատիկա կա դրա տակ։ Օրինակ, եթե դու գումար ես ծախսել, առել ես տոմս, օրինակ, ժամանակ ես ծախսել, չգիտեմ, մի ժամ մնացել ես խցանման մեջ, 2 ժամ առաջ հասել ես օդանավակայան, թռել ես օդանավով 8 ժամ, իջել ես ու պարզվում է, որ քո անձնագիրը ճղված է ու դու չես կարող մտնել, դու այսինքն փաստացիորեն ուզել ես գումարի կորուստ, ժամանակի կորուստ, նյարդերի կորուստ, իսկ չափելի մաթեմատիկորեն պրագմատիզմ չկա դրա տակ անձնագիրը ճղելու, էլի։ Էմոցիա կարա լինի, ինչ որ սիրուն, մենք հայրենասեր ենք կամ չգիտեմ ինչ, բայց պրագմատիզմ չկա դրա տակ։ Այդպես, հիմա որ ես ասում եմ օրենքում տեսնում եմ սահմանադրության հետ կապված խնդիրներ,
Դա թարգմանաբար նշանակում է, որ տան հիմքի հետ ինչ որ բան կարա կատարվի եւ մեր Հայաստանի Հանրապետության անձնագրի հետ ինչ որ վատ բան կար, ոնց որ թրջվի, էջ ճղվի, չգիտեմ, ճմրթվի, sense բաներ լինի, էլի։ Այդ առումով մենք կքննարկենք հետո ոնց կարելի է փոխել օրենքը, որպեսզի պահպանվի հավասարության, համաչափության սկզբունքները եւ մարդու իրավունք, հիմնարար իրավունքների խախտումը, որը անքննարկելիորեն տեղի ունենում բանակի ինստիտուտը կազմակերպելիս, տեղի ունենա այդ սկզբունքները պահպանելով։ Այդ դեպքում նորից սա օրենքա 3-րդ հարկի պատուհանի կոսմետիկ ռեմոնտի մասին, բայց գոնե մենք ընդունում ենք, որ հա դա կարա ինչ որ խնդիր լուծի, քամին որոշ ժամանակ մի քիչն է տուն կմտնի։ Դա ոչ մի կերպ հիմնարար ռեֆորմ չի, էլի, ինձ ընդհանրապես կոսմետիկ ինչ որ բան է, բայց գոնե դա արվի այնպես, որ հիմքը չվնասենք այդ ընթացքում։ Ինձ Այսա իմ ինժեներ ծնողները իրենով շատ կհպարտանան, որովհետև այս օրենքի մեջ ինձ բարձրորեն պակասում է մաթեմատիկան։ Ու նույնիսկ, այսպես ասած, փիլիսոփայական, հոգեբանական, սոցիալական հարցերում պակասում է էլեմենտար մաթեմատիկան, այնքան ինչքան ես իրեն գիտեմ թվաբանության մակարդակում։ Որովհետև ես սահմանադրության մասին իրավական կողմերի այդքան լավ չգիտեմ, բայց ես մի քիչ պատմություն գիտեմ։ Ու գիտեմ, որ սահմանադրությունը օդից չի ընկած։ Ու բոլոր առնվազն արևմտյան երկրների սահմանադրությունները պլյուս մինուս նույն հիմքերի վրա է, իրանց բոլորի հիմքում ընկած է մարդու եւ քաղաքացու իրավունքների դեկլարացիա։ Ու այդ դեկլարացիան նշանակվել է, ասում են, գրվել է ժողովուրդների արյունով, այսինքն մարդիկ ինչ որ 1000 քանի տարի տառապել են, մտածել են ինչ անեն, որ ավելի քիչ տառապեն։ Ու հետո դեկլարացիան ընդունելուց հետո եւս մի 300 տարի տառապել են, որ այն երկրներում, որտեղ ինքը պլյուս մինուս լավ է գործում, սկսի լավ գործել։ Հիմա մենք քիչ թե շատ պատրաստի ստացել ենք դա։ Այո։ Դե մենք էլ ենք տառապել, օքեյ, ստացել ենք դա ու տրամաբանական է իրան սկսել կիրառել այնպես, որ օգուտ ունենանք դրա։ Նորից հետ եմ գալիս մաթեմատիկայի դաշտ։ Մենք ունենք թիվ կոնկրետ առաջարկվող 24 միլիոն, որը անում է մոտ 50 քանի 60,000 եվրո։ Եվրո, օքեյ, 60,000 եվրո այսօրվա կուրսով։ Ու այս 60,000 եվրոն ՀՀ քաղաքացիների համար ինչ թիվ է, կհասկանաք։ Մեծամասնությունը Հայաստանում ապրող, մենք էլի կոնկրետ վիճակագրություն ոնց որ թե չունենք, բայց մեծ մասը ոչ ծայրահեղ հարուստներն են, ոչ ծայրահեղ աղքատները։ Ծայրահեղ հարուստների անունները մենք հիմնականում գիտենք Հայաստանում։ Ծայրահեղ աղքատների անունները չգիտենք, բայց կա ինչ որ վիճակագրական տոկոս, բայց մեծ մասը, որը ամենաանանուն մասն է, կազմում է միջին խավը։ Միջին խավի մեջ էլի կա վարիացիաներ, ոնց որ ինքս սպեկտր, չէ՞, մի կողմը մոտիկ ավելի հարուստներ, մյուս կողմը աղքատներին։ Հիմա 24 միլիոն դրամի հարցը բացարձակ լուծված է այդ երկու ծայրահեղ խմբերի համար, չէ՞։ Այսինքն հարուստները ասում են, հա դա լավ, տալիս ենք այդ փողը ու չես ծառայում բալիկ ջան։ Ծայրահեղ աղքատները ասում են, դե մենք չունենք այդ փողը, երբեք չենք կարելի այդքան փոխապակել, ուրեմն ծառայում ես բալիկ ջան, տրամադրվի, ոնց ես ծառայելու։ Այն մեջտեղի ամենամեծ մասը ամենախոցելին այս առումով, որովհետև տեսականորեն միջին խավի համար հնարավոր է այդ գումարը հավաքել, եթե զրկել երկար ժամանակ ամբողջ ընտանիքը լիքը բաներից։ Հիմա լիքը բաներ ասելով նկատի չունեմ գնալ Մալդիվներում հանգստանալ, թե չգնալ Մալդիվներում հանգստանալ, ու այդ փողը, այսինքն ինչ որ մի տոկոս կա, որի համար դա է։ Ու որը էլի շարունակում է համարվել միջին խավ։ Ընդունենք, ասենք 2 տարի չգնացինք Մալդիվներ, բանեցինք կա այդ տոկոսը, հասկացանք։ Բայց ավելի մեծ մասը այդ գումարը կարող ստանալ, եթե օրինակ վաճառի բնակարանը, որ ասենք թե պապիկից հաջողություն ստացել չի, եմ խորթային ժամանակներից, վաճառի մնա առանց տուն վարձով ապրելով, այդ գումարը տա, երեխուն ազատի ու հետո ամբողջ կյանք այդ երեխան զգա, որ իր պատճառով տնեցիկ մնացին առանց տան, օրինակ։ Մյուս խումբը, որտեղ կան օրինակ շատ երեխաներ, որոնց պետքա պահել, ստացվում է այդ բոլոր երեխաներից կտրել, հաշվի առնենք, որ Հայաստանում առողջապահության մեծ մասը վճարովի է, բարձրագույն կրթությունը վճարովի է, այսինքն այդ ամիջը ծախս է։
Ուստացում եթե դու ես 5 երեխա, որից մեկն է տղա, դու այն 4-ին պետք է չտաս օրինակ համալսարան կամ չկարողանաս վճարել իր համալսարանի վարձը, բայց ազատես, որովհետև այս մեկի կյանքի հարցն է, ու եթե մի բան լինի, ամբողջ կյանքում դուք այտենց բոլորով, այդ 4 երեխեքը դու եւ այլն մեղավոր եք զգալու ձեզ։ Մյուս հարցը էլի առողջապահությունն է, այսինքն էլի Հայաստանի բնակչությունը ամենաառողջ բնակչությունը չի ֆիզիկապես։ Այսինքն մենք չունենք մանկուց սպորտով զբաղվելու այդ ինչ-որ սովորությունը, չունենք մանկուց շատ չեքափների գնալու ու առողջության հետևելու։ Միջին կինը, որ ունի 18 տարեկան երեխա, մոտ 45 տարեկան է։ Հայաստանում։ Միջին 45 տարեկան հայ կինը շատ առողջ չի արդեն։ Ու իրավիճակը, որտեղ դու կամ մամայի սրտի վիրահատության փողը պիտի տաս կամ տղային բանակից ազատելու փողը, այդ իրավիճակը նորմալ չի։ Հնարավոր է, որ սա իմ շատ ինդիվիդուալ ընկալումն է, բայց իմ համար պետության կայացվածության ցուցանիշը այն, թե ինչքան քիչ վատ որոշումների առաջ են կանգնած այդ պետության քաղաքացիները։ Որովհետև այն խնդիրը գումարը տալ տղա երեխային բանակից ազատելու թե տալ մամայի սրտի վիրահատությանը, դա ընտրություն է, որը լավ լուծում չունի, որովհետև մենք ինչ-որ Marvel-ի տիեզերքում չենք ապրում, որ գնանք մի հատ ապագայի բոլոր տարբերակները դիտարկենք, օրինակ իմանանք, եթե տղան գնաց բանակ հաստատ ողջ առողջ հանգիստ հետ է գալու, նոր ընկերներ ձեռք բերած բանակում, ու այդ դեպքում սա լավ լուծումն է, կամ հակառակը, չգիտեմ, եթե բան չանենք, մաման կմեռնի, ուրեմն այսպես անենք։ Միակ տարբերակը, որ դա կարա ստացվի, որ դու ճիշտ ընտրություն արեցիր, եթե քո բախտը շատ բերի։ Չի կարա իմ պատկերացրած պետությունը իր քաղաքացիներին դնի ընտրության առջև, որը լավը կարա լինի, միայն բախտի բերումով։ Այդ արդեն պետություն չի։ Հաջորդ լուրջ խնդիրը, որտեղ էլի ինձ պակասում է մաթեմատիկան, իմ հավատը չի գալի, որ ես այսպես բան եմ ասում։ Որտեղ ես հումանիտար, այսպես արվեստագետ բան, բայց խոսում ենք արտագաղթից։ Պետք է ինչ-որ տոկոսի նվազեցնի արտագաղթը։ Այն մարդկանց արտագաղթը ենթադրվում է, որոնք երկրից գնում են, որ իրանց չափահասությանը մոտեցող տղաներին ազատեն բանակից։ Մենք ունենք թիվ, թե քանի տոկոսն արտագաղթում ելնելով դրանից, այլ ոչ թե այլ սոցիալական օրինակ խնդիրներից կամ չգիտեմ, այլ սկզբունքներից ելնելով։ Ես ենթադրում եմ, որ Հայաստանում արտագաղթի գլխավոր պատճառը սոցիալական պատճառներն են, այսպես։ Մարդիկ գրում են հույսունալով ուրիշ տեղ ունենալ ավելի լավ սոցիալական պայմաններ, ավելի շատ փող։ Ինձ թվում է ցանկացած արտագաղթ, որտեղ ընտանիքում 18-ից երիտասարդ տղա երեխա կա, իրանք դիտարկել են որպես բանակից ազատելու համար տեղի ունեցող արտագաղթ։ Այլ կերպ չեմ պատկերացնում, կամ էլ ընդհանրապես թիվ չունեն, կամ էլ այտենց մոտարկել են։ Ես ընդդեմ եմ, որ թիվ չունեն, որովհետև դա հնարավոր չի հաշվել իմ պատկերացմամբ, այսինքն նույնիսկ եթե դու ինչ-որ հարցումներ ես անում, չգիտեմ, այն ամենից ինչով զբաղվում են սոցիոլոգները, դու չես կարող մոտենաս մարդկանց ասես, բարև ձեզ դուք արտագաղթում եք, օդանավակայանում ես, բարև ձեզ դուք արտագաղթում եք, որ ձեր երեխային տանեք, իրականում հա տանում եք մեզ։ Ոնց է դա տեղի ունենում։ Պարզապես հենց 18-ից երիտասարդ տղա լքում է երկիրը, իրանք ենթադրում են, որ դա կատարվում է միայն բացառապես։ Okay, եթե երկիրը լքել է զույգ, որտեղ կինը հղիա տղա երեխայով, իրան էլ ենք դնում է դրա մեջ, թե չէ։ Հա, տենց պիտի հարցնենք իրանց հաշվարկը։ Այսինքն երբ դրա մեջ հաշվարկ չկա, եթե դրա մեջ հաշվարկ չկա, հասկանալի չի, թե դա ոնց է փոխելու այդ թիվը։ Ու պլյուս ես չեմ կարծում, որ արտագաղթի համար մի պատճառ կա։ Այստեղ լրիվ արդեն իմ դոմեյնն է, որ տեսնում ես միգրացիայի գրականություն եմ դիտում ուսումնասիրում, միգրացիայի համար, այսինքն բացի ստիպված միգրացիան, որտեղ քեզ տեղահանում են։ Okay, եթե քեզ տեղահանում են, բայց եթե դու ինքնակամ հավաքվում ես, ճամպրուկներդ հավաքում ես, ինչ-որ բան ես վաճառում քո ոսկեղենը տունը եւ այլն, փաստաթղթային հարցեր ես լուծում գնում ես ինչ-որ ուրիշ երկիր, դա այնքան մեծ քանակի աշխատանք է, եւ հոգեբանական, եւ ֆիզիկական, եւ ադմինիստրատիվ, դա չի կարող ունենա մի պատճառ։ Դա միշտ պատճառների համախումբ է։ Քեզ սոցիալական պայմանները չեր բավարարում, քեզ չգիտեմ, առողջապահական վիճակը չեր բավարարում, եւ այլն, պլյուս երեխան էլ պիտի բանակ գնա, okay։ Մենակ դրա համար ենթադրում եմ, որ կան մարդիկ, որ մենակ դրա համար, բայց մնացած ամեն ինչ իրենց մոտ լավ է, ու իրենք մենակ դրա համար գնացին երկրից, մի քիչ թույլ եմ պատկերացնում։ Երրորդ հարցը
որտեղից էլի չի երիկում մաթեմատիկան, այդ կոռուպցիայի դինամիկան է։ Ենթադրենք մենք ինչ որ մի տոկոսի վերում ենք օրինական դաշտ։ Այստեղ խանգարում է այն, որ կոռուպցիոն ճանապարհով ազատվող մարդիկ ազատվում են հիմնականում բժշկական թղթերով, այսինքն առողջական խնդիրներ հնարելով, բայց այդպես իրենք ազատվում են ամբողջովին կամ գրեթե ամբողջովին, այսինքն իրանց կարող են կանչել մենակ եթե թշնամուզորքը վաղը հասնում է Երևան, ինչ որ այդպիսի տարբերակում, օքեյ, բայց մնացած իրավիճակներում իսկ ավելի հավանական են մնացած իրավիճակները, քան թշնամուզորքը վաղը հասնում է Երևան իրավիճակը։ Այդ մարդիկ ազատված են, իսկ երբ որ իրենք տալիս են այդ 24 միլիոնը, օքեյ, ծառայում են մի ամիս, բայց իրանք մնում են ռեզերվում, ու այն բոլոր իրավիճակներում, որոնք Հայաստանի Հանրապետության դեպքում շատ հավանական են, իրենց կանչելու են։ Հետևաբար իրենց մեկ ավելի ձեռնտու է ազատվել կոռուպցիոն ճանապարհով մեկ, բայց դա ուղղակի կբարձրացնի կոռուպցիայի գինը, եթե հիմա արժի, չգիտեմ, ազատել տալ ճիշտ մարդու 10 միլիոն դրամ, հիմա այս մարդը կմտածի, օքեյ, դե 24 միլիոն, 10 միլիոն, ես կարամ բարձրացնեմ 16 միլիոն դնեմ, էլ ինչ որ մի տոկոս կհարստանա։ Հուսանք դա կծախսվի մեր տնտեսության մեջ, ասենք թե, բայց կբարձրանա կոռուպցիայի արժեքը, մեկ էլ առաջարկում են կրկնակի բժշկական ստուգում, չէ՞, բժշկական փորձաքննություն կրկնակի, դա մի քիչ կփոքրացնի ենթադրում եմ բանը, որովհետև նորից փողը, որը ոչ բոլորը ունես, ասում եմ, պետք առաջ փողը տալի մի բժշկի, հիմա կտաս երկու բժշկի, դա ինչ որ մի տոկոս կկտրի այն մարդկանց, որոնք երկրորդի փողը չեն ունենա, հետո ենթադրում եմ ծանոթ երկրորդ բժիշկը ծանոթ չի ճարվի որ փող տա։ Հա, ինչ որ մի տոկոս կկտրի, օքեյ, բայց էլի կմնա ու ընդ որում այդ փողը էլի գնում է ինչ որ մարդկանց, որոնք ու անհատներ են, հա, իսկ բժիշկներին, որոնք դարձնել բաց չեն ապրում։ Ինչ որ ձև պետքա գտնել, որ շահագրգռվածությունը այդ փողը տալ բյուջե ամեն դեպքում ավելի մեծ լինի ու այդ տեսությունը չպիտի լինի այդ շահագրգռվածությունը, այսինքն ոչ թե տվեք այդ փողը բյուջե, որովհետև ավելի ճիշտ է այդ փողը տալ բյուջե, դա պատճառաբանություն չի։ Ու երրորդ բանը, որ չեմ տեսնում, թե ուր է գնում այդ գումարը։ Ենթադրենք հա փողը տվեք բյուջե, որովհետև ավելի լավ է, կամ փողը տվեք բյուջե, օրինագծի հեղինակը ասում էր հարցազրույցում վերջերս, որ մենք այդ փողը հետո կծախսենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու վրա։ Այդտեղ բան ասել օրինագծի նախ։ Հա, ասել, բայց անցողիկ։ Okay։ Ու ես ամբողջովին ի սրտե կողմ եմ պրոֆեսիոնալ բանակին, բոլոր փողերը պրոֆեսիոնալ բանակի վրա ծախսելու կողմ եմ, բայց դա ոչ միտեղ ամրագրված չի, այսինքն դա էլի խոստումների մակարդակում է։ Ու ինչն է ինձ խանգարում այս ամբողջ օրինագծի պատմության մեջ, որ մարդիկ ասում են, օքեյ, մենք տպավորություն ունենք, որ այսպես է վիճակը, հա, մենք տպավորություն ունենք, որ այսպես անենք ավելի լավ կլինի վիճակը, տպավորությունը ինքը վատ բան չի, տպավորությունից կարա սկսվի քո որոնումը, այսինքն հիմնականում այդպես է լինում է, բոլոր research-ները, բոլոր ոլորտներում ինչ որ դիտարկումից են սկսում տպավորություն, խնձոր ընկավ Նյուտոնի գլխին, չէ՞, ինչ որ դա էլ է տպավորություն, բայց նույնիսկ այն ամենահումանիտար ոլորտներում, եթե դու քո ամբողջ ծրագիրը կառուցում ես տպավորության վրա, ու հետո քո խնդիրը շատ բարդացնում ես։ Ու նորից նայեք, օրինագիծը բերող պատգամավորը ինքը, պատգամավորը գործող իշխանության թիմից է։ Այո։ Այդ թիմը մյուս ընտրություններին պատրաստվում է թեկնածություն դնել։ Նույնիսկ այդ տեսանկյունից այդ մարդը բերում է օրենք, որի հետևանքների տակից էլի իրենց թիմը պիտի դուրս գա, եթե ընտրվի ու հաջորդ 5-6 տարին լինի իշխանության։ Այսինքն էլի այնպես չի, որ սա իրենց վերջին ժամկետն էր, իրանք sense օրենք ընդունեցին, գնացին, դե թող մյուսները գլուխ անեն։ Այսինքն այդ մարդը խնդիրներ է ստեղծում ոչ միայն ընդհանուր Հայաստանի Հանրապետության համար, այլ իր թիմի համար։ Ու ես իրոք չեմ հասկանում ինչի համար է դա պետք է անել, որ ինչ։ Արի հասկանանք մենք այսքան ինչ անենք։ Խելոք բաներ ասելուց, հա, ինչ լուծում ենք առաջարկում, այսինքն կա ինչ որ լուծում, ինչ որ բան անել, որ այդ օրենքը դառնա ավելի լավ։
Նախ մի քանի դիտարկում, եթե թույլ կտաս, մենք իրական նույն բանի մասն ենք խոսում։ Ես երբ որ ասում եմ սահմանադրություն, սահմանադրությանը համապատասխան, այդ բոլոր կետերը, որ դու նշեցիր, բարոյական չի ախր մարդկանց դնել ընտրության առաջ կամ սեռերով պայմանավորված խտրականություն էլ կարա առաջանա մեզ մոտ։ Այդ ամեն ինչը իրականում սահմանադրությունում հենց այդպես էլ գրած է։ Նորից ինձ շատ կարևոր է, որ բոլորով հասկանանք, որ սահմանադրության մասին խոսելը ինչ-որ էլիտար իրավաբանական քմահաճույք չի։ Այնտեղ արժեն համակարգն է մեր ներկայացված են այն բարոյական ու իրավական նորմերը, որոնց հիման վրա մենք կարգավորում ենք մեր հանրային կյանքը։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, այս օրենքը նույնիսկ սկիզբը չի ուղի, դու ասացիր տպավորությունից հետո սկսում ես փնտրտուքները, չէ՞։ Օրենքի նախագծի հեղինակը ինտերվյուներից մեկում իրան հարց են տալիս, իսկ ինչ կլինի, եթե այս օրենքը չընդունվի։ Ամենայն լրջությամբ այդ մարդը ասում է կմնա նույն վիճակում, ոնց որ կար։ Դա հանրային խոստովանությունը, որ դու կատարելապես անկարող ես ինչ-որ բան փոխել կոռուպցիայի դեմ պայքարի եւ մնացած բոլոր ռեֆորմների գծով, որոնք դու խոստացել ես։ Այսինքն կամ էսա, կամ այն որ նշեցինք համեմատության մեջ երրորդ հարկի պատուհանը կոսմետիկ ռեմոնտ են անում, կամ մնում է նույն վիճակում։ Ուրիշ գաղափարներ չկան, փաստորեն։ Այնինչ կառավարության 21-26 թվի պլանում նախատեսված էր, որ 22 թվականին այս կառավարությունը պիտի բանակի ռեֆորմի օրենք ներկայացնի։ Ուրա, չկա այդ օրենքը, հարց առաջանում, չէ՞, ինչի չենք քննարկում ռեֆորմ, այլ քննարկում ենք պատուհանի կոսմետիկ ռեմոնտ։ Ինչի ենք մենք ստիպված այս թեման քննարկել։ Ինչի չկան հաշվարկներ։ Երկուսս էլ զգում ենք, որ զուտ տպավորությունները, ցանկությունները հույս ունենք, հույս ու հավատը ճիշտ է թեման այսօր շատ դժվար է Հայաստանում այդ թեմայով խոսել, բայց հույսն ու հավատը եկեղեցու հետ կապված իմ համար կատեգորիաներ են, էլի ոչ թե օրենքի, տնտեսության, հասարակության ու այլ նմանատիպ ոլորտների։ Օրենքը նույնիսկ ուղին, նույնիսկ առաջի կետը չի, անհասկանալի է ինչ են անում, բայց լավ, մենք ընդունում ենք, որ ունենք խնդիրներ ու այդ երրորդ հարկի պատուհանի ռեմոնտը մի քիչ մեզ ժամանակ կտա շնչելու, որ սկսենք քննարկել ավելի լուրջ հարցեր։ Ինչ կարելի է անել։ Նախ օրենքը պիտի ինստիտուտների մասով կոնկրետանա։ Տես դու նորից նշեցիր, որ նախագծի հեղինակը ճիշտ ասում է, որ գումարը ծախսելու ենք միայն բանակի համար, բայց նենց ոնց որ այսօր այդ օրենքը գրած է, դա այդքան հստակ չի։ Ու մենք մեր փորձից ելներով կարանք մտածենք, որ իսկ եթե գնա բյուջե, չգիտեմ, հերթական անիվ, հերթական 4 նավահանգիստ, տենց նախագծի քննարկման պլանավորման փուլում այդ փողերը փոշյանան ու ոչինչ չկատարվի։ Մենք չունենք այդ թափանցիկությունը, այդ վերահսկողությունը օրենքի շրջանակում, որ ինչ-որ ինստիտուտներ են լինելու, որոնք այս ամեն ինչը կարգավորելու են։ Մենք այդ ինստիտուտները չունենք, դա նորմալ է, մենք դեռ չունենք ու դա ժամանակ է տևելու, մինչև այդ ամեն ինչ ունենանք։ Բայց ավելի լավ է օրենքը գրվի ճիշտ, օրենքը այդ ամեն ինչը նախատեսի ու հետո թող ժամանակ տևի, մինչև այդ ինստիտուտները կձևավորվեն ու նորմալ կանոնավոր կաշխատեն։ Իսկ եթե օրենքում ընդհանրապես ոչինչ չկա, առանց այդ էս մարդիկ մոտիվացիա չունեն, ասում են, եթե օրենքը չընդունվի, կմնա նույն, всё, էսա մեր իդեաների, կրեատիվիտետի մաքսիմումը սա է։ Այսինքն մոտիվացիա sense թե նենց չկա։ Օրենքը պիտի այդ ամեն ինչը նախատեսի, դա մի կողմն է, ու դա գիտես բարձրացնում է շատ վստահության հարցը, այ դու ասում ես, որ մարդիկ ուզենան վճարեն։ Եթե դու ստեղծես նաև ինստիտուտ, որը քննելու է վերջի 30 տարվա, Հայաստանի Հանրապետության գոյության բոլոր ազատման դեպքերը։ Ինչ-որ հանձնաժողով, որը, չգիտեմ, 5 տարի բոլոր դեպքերը քննելու է ու բոլոր կոռուպցիոն դեպքերը ջրի երես են հանվելու։ Տեղի կունենա թե չեմ կարող ասեմ, բայց գոնե նպատակ ունենաս, գոնե ցույց տաս, որ դու ուզում ես դա անես։
Այսինքն ամեն հաջորդ կոռուպցիայի դիմել ցանկացող մարդը կմտածի, օքեյ, ես հիմա այդ գումարը կտամ, կազատվի, բայց վաղը չեմ հուսով հանձնաժողովը կարող է արխիվը հանի, գտնի ու ես կդեմ նոր խնդրի մեջ։ Հա։ Ու նայ, երբ որ դու այդ հայտնաբերված դեպքերն էլ մի հատ էլ հանրային պարսավանքի ենթարկես, ինչ որ sense բարձրաձայն, տենց ցույց տաս, որպես ամոթանք, հա, որ անուններով, եթե ինչ որ հայտնի դեպքեր լինեն, էլ ավելի կնվազի ռիսկը, այսինքն դու պետքա ցույց տաս, որ դու որպես պետություն պատրաստ ես ուժ կիրառել, պատրաստ ես պատժել, պատրաստ ես գնալ այդ կոռուպցիոն դեպքերի հետևից, որպեսզի վճարողի մոտ ձևավորվի այդ հարցը, արդյոք ինձ իրոք ձեռա տալիս կոռուպցիոն ճանապարհով գնալ, թե մեկը հետևիցս գալու են, բայց որպես ինքը դա մտածի, դու պիտի գնաս հետևից մարդկանց, դու պիտի իրան ցույց տաս, որ դու դա անում ես, էլի, իսկ հիմա նույնիսկ չկա խոսք դրա մասին օրենքում։ Ուր մնաց, թե դու իրոք անես այդ ամեն ինչը։ Այդ մի բլոկն է, որ պարտադիր պետք է բարելավվի օրենքում, երկրորդ բլոկը վերաբերվում է հենց վճարներին, այդ թվերին 24 միլիոն, 18 միլիոն, 15 միլիոնի մասին այսօր չենք խոսա այդ քաղաքացիությունից հրաժարվելու մասին, բայց դա էլ շատ խնդրահարույց է այդ ձևով կարգավորելը, շատ խնդրահարույց է օրենքի սահմանադրության տեսանկյունից, բայց քննարկենք այն 24 ու 18 միլիոնով քիչ ծառայելու տարբերակը։ Տես, մենք ասեցինք, որ պետությունը ինքնիշխանության սկզբունք, այսինքն ինքնիշխանության իրավունքը իրացնելու համար, որպեսզի մենք համարվենք ինքնիշխան պետություն, մենք մեզ վրա վերցրել ենք պարտավորություն մեր սահմանները պաշտպանելու։ Լավ, վատ, դա ուրիշ բան է, կարանք վատ պաշտպանենք, ունենանք գործընկեր պետություններ, որոնք մեզ կօգնեն, բայց մենք իրավունք չունենք այդ ֆունկցիայից հրաժարվելու։ Հիմա նաև մենք նշեցինք, որ դա անելու համար պետությունը մտրակ է կիրառում, կոնկրետ թիրախային խմբի նկատմամբ 18-ից 27 կամ 18-ից 32 տարեկան տղաների մեջքին խփում է, ցավացնում է պետությունը իրանց։ Ու դա նորմալ է, որպեսզի մենք կոչվենք պետություն։ Որպեսզի բարոյական, սոցիալական բևեռացման, սոցիալական անարդարության խնդիրները տենց չսրվեն, ինչպես դու նկարագրեցիր, այդ մտրակը, որը խփում է տղաներին, բոլորին պիտի նույնաչափ ցավացնի։ Մի քիչ դաժան է հնչում, բայց մենք այս բանակի մասին խոսելիս, եթե խոսում ենք իրոք բարոյական իրավական պետությունից, ոչ թե պիտի խոսանք նրանից, թե ոնց անենք, որ տղաների մեջքը չցավա, որովհետև դա sense շղթայաձև տանում է պետություն ունենանք, թե չէ հարցին։ Այդ հարցը չի կարելի քննարկել։ Նու կարելի է, եթե դու ի սկզբանե ասում ես, ինձ պետությունը սկզբունքային չի ունենալ։ Եթե սկզբունքորեն մենք ուզում ենք պետություն ունենալ, այդ ցավը պիտի լինի։ Մենք քննարկում ենք ընդհանրապես այն, թե ոնց պիտի կազմակերպվի, որ բոլորի մեջքը հավասար ցավա այդ մտրակի հարվածից։ Հավասար ցավալու համար մենք մինչև հիմա մեր հասարակությունը գիտեր, բոլորը պարտադիր գնում են ծառայելու տարբերակը։ Բոլորը իրանց կյանքը այդ 2 տարին կտրվում են հասարակական կյանքից ու նվիրում են բանակին, այսպես ասած։ Բայց դա պարտադիր չի։ Պարտադիր չի, որ բոլորը այդ ցավը զգան ծառայելու միջոցով։ Գերմանիայում կա նաև ալտերնատիվ տարբերակ հասարակական ծառայության։ Օրինակ, որ գնաս Հայաստանի դեպքում սահմանամերձ գյուղեր 2 տարի այնտեղ գյուղացուն օգնես, իր հետ ապրես եւ օգնես հող մշակել։ Տարբերակը, բայց դա խաղաղ երկրի համար է տարբերակ, այսինքն զինվորին ասել ընտրի ուզում ես հող մշակես, թե սահման պահես, մենք չունենք այդ շքեղությունը։ Հա, ցավոք մենք այդ շքեղությունը չունենք, բայց տեսականորեն պարտադիր չի բոլորը ծառայեն, որ ասես բոլորի մեջքը հավասար ցաված, բոլորին պետությունը հավասար պատժեց։ Պատժելու համար կարելի է նաև ֆինանսավորել բանակը, ինչը հիմա այս օրենքով նախատեսում է։ Արգելված չի, նորմալ սահմանադրական տարբերակա, որ չես գնում ծառայել, փոխարենը ֆինանսապես աջակցում ես բանակի ինստիտուտի սահմանների անվտանգության կազմակերպման գործին։ Մինչև հիմա օրենքը ոնց որ նորմալ է,
Բայց երբ որ դու սահմանում ես, այս բայցը շատ կարևոր է, շատ ամենակարևորն է։ Երբ որ դու սահմանում ես ֆիքսված գումար, 24 միլիոն կամ 18 միլիոն, որը բոլորի համար նույն գումարն է, համահարթ 24 միլիոնը, անկախ նրանից ես ընդհանրապես պապիկից ժառանգություն ստացած տունը վաճառեմ ու ունենամ այդ 24 միլիոնը, թե մամայի օպերացիան պիտի չանենք, որ ունենանք 24 միլիոնը, բոլորի համար նույն գումարն է։ Դու դրանով խախտում ես բոլորի մեջքը հավասար ցավով մտրակելու սկզբունքը։ Որովհետև մեկի համար շատ հեշտ է այդ ամեն ինչը անել, դաժե նվերի պես մի բան է, որ այսինչ լավ օրենք է, հեսա արագ պապի տունը կծախենք, պապի տունը էլի, այսինքն էլի ինչ որ կարող դա քո միակ տունն է եւ դժվար է։ Մարդիկա որ ասա կարող է 18-ամյակին ավտո ենք նվիրում, դա ավտո չենք նվիրում։ Հա, այն կանենք։ Իհարկե ավելի հեշտ տարբերակներ կան, ինչքան եկամուտները աճում է մարդկանց։ Ինչքան եկամուտները քիչ է, ցավը ավելի շատ է, երբ որ գումարը ֆիքսված է։ Դրա համար ֆիքսված գումարի փոխարեն պետք է պրոգրեսիվ սահմանել այս վճարը, ելնելով ընտանիքի եկամուտներից, որպեսզի ցավոտ լինի նույնքան այն մարդու համարով մեքենա գնելու փոխարեն բանակից ազատում, որքան այն ընտանիքի համար, ով մամայի օպերացիայի փոխարեն երեխուն ազատում է բանակից։ Բայց հասկանալի է, որ որպեսզի հավասար լինի, պիտի թիվը հավասար չլինի։ Բայց եթե սահմանում ես, որ ով քիչ եկամուտ ունի, քիչ է տալիս, ով շատ եկամուտ ունի, շատ է տալիս, շատ եկամուտ ունեցողը կսկսի եկամուտը թաքցնել, որ ավելի քիչ տա, որտեղ ոչ մեկ չի ուզում ավելի շատ փող տա պետությանը։ Ստացվում է, որ նույն պատտվում եք ուրիշ կողմից մոտենում եք նույն կոռուպցիոն սխեմային։ Հա, ցավոք մեր երկրում տես դրան անդադ մոտենում ենք, նույնիսկ այն կրկնակի բուժ քննության այդ կետը, որ ուզում են մտցնել, էլի տես մենք պատտվեցինք եկանք այն կետին, որ մի բժշկին վճարելու փոխարեն հիմա երկու բժշկի պետք է վճարեն։ Եթե մենք մտածենք կոռուպցիոն սխեմայի մասին, մեր երկրում մեր հասարակությունը միշտ շատ արագ կողմնորոշվում է, որ օքեյ, դե ուրեմն պետքա ստվերը մեծացնեմ, եկամուտս ցույց չտամ։ Եթե մենք այդպես մտածենք, ոչ մի օրենք էլ չի գործի։ Զուտ գրված թղթի վրա գրված օրենքը, բայց օրենքը պետք է նախ գրել ճիշտ, համակարգված ու նախատեսել համապատասխան ինստիտուտներ իրագործման ու վերահսկելության, այսինքն ապահովել թափանցիկությունը։ Ու երկրորդ քայլով, ու դա երկարաժամկետ արդեն սկսել աշխատել ինստիտուտների կայացման վրա։ Այսինքն տվյալ դեպքում մենք տեղափոխվելու ենք հարկային դաշտ։ Ստվերից հանելու մտրակը պետության դա հարկային վարչարարությունն է, հարկային օրենսդրությունն է ու հարկերն են ընդհանուր առմամբ։ Ստացվում է, որ եթե դու գրես լավ օրենք բանակի հետ կապված, դու քո մոտ խթան մոտիվացիա առաջանում, նաև օրինակ հարկային համակարգը բարելավելու։ Նույն կերպ եթե դու այդ օրենքը ճիշտ գրես ինստիտուցիոնալ տեսանկյունից, կարող է քո մոտ խթան առաջանա կոռուպցիան կրթական համակարգում բարելավելու համար, որովհետև ազատվում են ոչ միայն առողջության պատերվակով, այլ նաև ինչ որ PhD, դոկտոր, ասպիրանտուրայի եւ այլն տենց թեմաներ, ու դա էլ է կոռուպցիա։ Ես ինքս հիշում եմ մեր կուրսից տղաներին էին միշտ տալիս այդ տեղերը, որտեղ բանակից պետք է ազատվի։ Այսինքն դու կարաս շղթայաձև սկսես քո պետության տարբեր ինստիտուտները բարելավել, առողջացնել, մաքրել կոռուպցիայից ու այլ արատավոր երևույթներից։ Դրա համար քեզ լավ օրենքը չի խանգարում, ընդհակառակը խթանում է, բայց վատ օրենքը, այսինքն որը չի նախատեսում այդ, ինքը առանց այդ էլ ոնց որ ամբիցիաներ չկան մեծ ռեֆորմներ անելու, ինչ որ հիմնարար բաներ փոխելու, եթե օրենքն էլ չստիպի կամ չմոտիվացնի, ընդհանրապես չեն անի տենց։ Հիմա այս մարդիկ մեզ նայում են, մտածում են քո ասածը շատ լավ է, բայց դա 10 տարվա ծրագիր է, իսկ մեզ փողը պետքա վաղը չի մյուս օրը։ Ինչ անենք, ինչ ես առաջարկում։ Փողը սենց տենց պետքա վաղը չի մյուս օրը, անկախ նրանից իրանք պրոգրեսիվ կսահմանեն, թե ֆիքսված։ Ու այնպես չի, որ եթե թողեն ֆիքսված, վաղը բոլորը գնալու են վազելով այդ փողը տան։ Մենք եկանք այն եզրակացության, որ
մեծամասամբ կոռուպցիայի գինն է բարձրանալու, որովհետև միևնույնն է, այն մարդով ուզում է իր երեխային ազատի, ուզում է ազատի երկարաժամկետ, ոչ թե միայն 23 ամսով։ Կոռուպցիան տարբերակը մնում ավելի ձեռնտու։ Հա, կոռուպցիան մնում է ձեռնտու, այդ նշանակում է անկախ նրանից թե դու ֆինանսավորումը ոնց կձևավորես, հələ որ իդեալական չի աշխատելու այդ օրենքը։ Դու պետքա կոռուպցիայի հետևից գնաս, պետքա թափանցիկություն ապահովես, որպեսզի մոտիվացիան բարձրանա մարդկանց վճարելու, այսինքն վստահությունը քո նկատմամբ բարձրանա։ Պրոգրեսիվի դեպքում գոնե այն մարդով, որ հարուստ է, ավելի հավանական է, չէ, որ ուրախացել է օրենքից, օրենքը որպես նվերատեսնում, կվճարի, կազատվի, իսկ ինքը փող ունի, էլի, եթե հարցը նա որ վռած փող է պետք, ավելի կարծում եմ պրոգրեսիվ սահմանել, հիմա մենք էլի մտնում ենք կարծում եմ, ենթադրում եմ հուսով եմ ի դաշտ, բայց ինձ թվում է ավելի շատ կհավաքագրվի, եթե իրոք մենք հիմա քննարկում ենք երրորդ հարկի պատուհանի ռեմոնտի գույնը, հա, այդքան մանրացել ենք, ավելի շատ կհավաքվի, քան ֆիքսված տարբերակով, որովհետև ֆիքսը նորից ինքը սոցիալական անարդարության էլեմենտ ունի, հոգեբանական, ավելի շատ է մարդկանց դրդելու այլ ընտրանքային ճանապարհներ փնտրել, քան մի մոդել, որը ցույց է տալիս, որ ես բոլորիդ համաչափ եմ պատժում ըստ ձեր կարողությունների։ Դուք բոլորդ մասնակցում եք բանակի ինստիտուտի գործունեության ապահովմանը ըստ ձեր հնարավորությունների։ Ըստ քեզ ով պիտի հաշվի այդ թվերը։ Այսինքն, օրինակ, այսքան եկամուտով ընտանիքի եկամտի, չգիտեմ, 200% օրինակ համար պետք է կազմի, ով այդ մասնագետը որ պիտի դրանից։ Թեկուս հարկերի մասնագետները, ճիշտ է, մեր օրենսդրությամբ հիմա եկամուտների հարկը համահարթ է։ Ու դա նորից լիքը երկրներում դատական որոշումներ կան, որ դա հակասահմանադրական է։ Նույն մոտեցման, որ երբ որ հարկային մտրակը բոլորին նույն ցավոտ հարվածը չի հասցնում, դու խախտում ես մարդկանց հավասար վերաբերվելու պահանջը։ Բայց հարկայինում մի քիչ ավելի հեշտ է, այնտեղ կարելի է նվազեցումներ նախատեսել, որ այդ բացարձակ համահարթությունը դառնա հարաբերական համահարթություն, որը էլի տենց պրոգրեսիվի էլեմենտ ունի, այնտեղ հեշտ է դա կազմակերպել։ Համենայն դեպս, անկախ նրանից թե հարկայինը ոնց է աշխատում, հարկայինի մասնագետները ունեն լրիվ համ կոմպետենցիան, համ էլ եկամուտների մասին ինֆորմացիան, ամենաշատը իրանք ունեն, որպեսզի ըստ այդ դատաբազայի, այդ եկամուտների մասին ինֆորմացիայի նշանակեն ինչ-որ բաներ, աստիճաններ։ Քանի որ հարկայինի համար դա արվում է, իրանք սովոր են, էլի, ոնց դա իրանք մասնագիտական գործն է, հանգիստ կարելի է այդ ֆունկցիան փոխանցել հարկայինի մասնագետին։ Այդ կարելի է ավելի կետային դարձնել, եթե ճիշտ եմ պատկերացնում, օրինակ X եկամուտ ունեցող, ասենք, ընտանիքի համար սահմանվում է այսքան, Y եկամուտ ունեցող ընտանիքի համար այսքան, բայց եթե X եկամուտ ունեցող ընտանիքը ունի բացի այդ զինապարտ երեխայից, օրինակ մի հատ էլ հաշմանդամ երեխա կամ չգիտեմ, մի ծնող ունի 18 տարեկան երեխա կամ բան, ասում որ պետք է լինի X մինուս ինչ որ քանակ, չէ՞։ Կարելի է, դե ինչքան այդ քո ասած են, ինչքան պետությունը բարոյակ, այսինքն անբարոյական որոշումների մեջ առաջ քիչ է դնում քաղաքացուն, ինքը այնքան ավելի լավ պետություն է։ Հիմա սա այդ նույն տրամաբանությունն է, դու ինչքան փորձես սոցիալապես հաշվի առնել սոցիալական առանձնահատկությունները ընտանիքների, այնքան դա քեզ պատվաբեր է որպես պետություն, բայց կարելի է մի տեղից սկսել ամենահասարակ պրոգրեսիվ բանաձևը մտածել, որ ուղղակի եկամտի աճի հետ վճարի չափը աճի, հետո կարող ենք մտածել երկրորդ քայլով, փոքր քայլերով անել, էլի, ոնց անենք, որ ել ավելի արդար լինի, այդ արդարությունը չափ չունի։ Դու անընդհատ կարաս իրան ավելի բարոյական, ավելի արդար, ավելի սոցիալապես պրոցեսը ոչ թե նպատակը։ Բայց պրոցեսը սկսել է պետք, էլի, առաջի քայլը անել է պետք, հետո միշտ կարելի է ավելի լավ անել ամեն ինչ։ Մի հատ էլ հարց, քանի որ քո նեղ մասնագիտացումը ավելի հարկային դաշտն է, ավելի։ Երբ որ ասում ես, որ
ստվերային եկամուտները բացահայտելը եւ այլն դա մեջ ստացվում է հարկայինի գործն է։ Եվ այդ ոլորտի մասնագետների հարկային մասնագետը ունի այդպիսի գործիքակազ, որով կարա գնա ու ստվերը դուրս բերի։ Որովհետեւ ես օրինակ որպես սովորական քաղաքացի չեմ պատկերացնում, ասենք դու գրանցում ես քո աշխատավարձը 100,000 դրամ, որը ստանում ես պաշտոնապես, դրանից վճարվում է հարկ, եւ հետո ծրարիկով ստանում ես եւս 300,000 դրամ պայմանական։ Ինչ գործիք ունի հարկայինը, որ գնա այդ ծրարիկը հայտնաբերի, բացի ֆիզիկապես ծրարիկի պահին այնտեղ լինելուց, որը քիչ հավանական։ Մի 10-15 տարի առաջ ես կասեի Հայաստանում դա շատ դժվար է հարկայինի մասնագետները այտենց լավ չեն կառավարում ստվերը։ Այսօր իմ ինֆորմացիայով, ինչքան ես եմ հետևում Հայաստանի հարկային դաշտին, բավականին պրոֆեսիոնալ է հարկային մարմինը ՊԵԿ-ը, հա, ու իր այդ վարչարության գործիքները բավականին պրոֆեսիոնալացվել է, հիմնականում դիգիտալիզացիայի հաշվին, թվայնացման, թվայնացման հաշվին, թվայնացման հաշվին, այսօր հարկայինի հետ, այդ հարկայինի համար ստվեր որպես մնացել է հենց այդ աշխատավարձի թեմաները, մնացած բոլոր տեսակի ստվերը, գոնե տեսականորեն հայտնաբերելու գործիքներ, գործիքակազմ ունի արդեն, ու մասնագետներն էլ բավականին պրոֆեսիոնալ են, որակյալ են, հարկայինը ինձ թվում է Հայաստանում իրոք են հազվադեպ աճող լավ իմաստով էլի զարգացող ոլորտներից մեկն է, այս պահին ես կարծում եմ, որ լրիվ նորմալ է հարկայինին տալ այդ ֆունկցիան, այսինքն պետք էլ չի տալ, իրանք սենց թենենց դրանով զբաղվում են ստվերի հայտնաբերմամբ ու բավականին հաջող ես կասեի, սենց վերջի 10 տարվա դինամիկան որ նայես, հիմա ամենաշատ ստվերը մնացել է աշխատավարձերի ոլորտում, այսինքն որ պայմանավորվում են օրինակ 200,000 դրամ, բայց թղթով գրում են 100,000, բայց դրա վրա էլ են աշխատում, էլի բանկային համակարգի հետ, ինչքան է թվայնացումը, ավտոմատացումը շատանա, օրինակ եթե աշխատավարձերը պարտադիր փոխանցվի ինչ-որ միտեղ, վերահսկելությունն էլ կբարձրանա, բայց աշխատում են այդ ուղղությամբ ու լուրջ են աշխատում։ Ինչի է հարցը տալիս, որ հասկանաք, այսինքն ցանկացած նոր բան զրույց սարքելը պետության համար ծախս է, որովհետև դու պետք է մարմին ստեղծես, աշխատող ընդունես, աշխատավարձ տաս, բյուջե տաս եւ այլն։ Հիմա ես ճիշտ եմ զգա, որ առաջին փուլում առնվազն արդար օրենք ընդունելու բանակի ֆինանսավորման հետ կապված հնարավոր անել այսօր եղած ինստիտուտներով լրացուցիչ ծախս չի դառնում բյուջեի վրա։ Ինչը վերաբերում է ստվերը վերահսկելուն, հայտնաբերելուն, օրինական դաշտ բերելուն, բոլոր ինստիտուցիոնալ կառույցները ու աշխատակազմը ու գործիքակազմը այսօր էլ արդեն կա։ Մի կետ էլ եթե կարելի է մոռացանք նշենք, տնտեսության մասին խոսացինք, օրենքի հեղինակները էլի բացարձակապես այդ խնդրին չեն անդրադառնում, որ եթե վերցնենք այն ամենամեծ խումբը, որ պետք է իրոք հավաքի այդ փողը, իրան զրկելով տարբեր հաճույքներից ու ոչ միայն հաճույքներից, նաև անհրաժեշտ բաներից, ինքը այդ փողը հավաքելու է կամ ավանդի տեսքով, կամ ինչ-որ ոսկի է գնելու, կամ այն շատ ավանդական բարձի տակ է դնելու, ու այդ գումարը դուրս է գալու շրջանառությունից։ Չի աշխատելու դուք։ Չի աշխատելու։ Նու բանկերի համար կարող է լավ լինի, եթե ավանդ դնեն, նայած ոնց կխնայեն, էլի, բայց համենայն դեպս բնականոն շրջանառությունից դուրս է գալու գումարը առնվազն այն խմբի համար, ովքեր իրոք 18 տարի կամ նայած քանի տարեկան է հիմա երեխան մինչև բանակ գնալը, իրոք ամիս առ ամիս պիտի այդ փողը խնայեն, խնայողությունները ավելանալու է ու իրանք չունեն պատկերացում կամ հաշվարկ նրա մասին, թե դա ինչ է նշանակում տնտեսության համար։ Այդ տնտեսագետները պիտի հաշվեն կա։ Հա, դե օրենքը գրողը թիմ ունի, էլի, այտենց չի օրենքը։ Օգտվել պիտի հուսամ ունի։ Okay, ուրեմն եզրափակենք։
Երևի կարևոր է հիշեցնել հիմա, որ մենք այս խոսակցությունը սկսեցինք լրիվ ամբողջական գիտակցումով, որ կան իրոք լուրջ խնդիրներ, ու այդ խնդիրները լուծում են պահանջում 3։ Եվ շնորհակալություն իհարկե օրինագծի հեղինակին, որը նայել այդ խնդիրները, տեսել է, ցուցակագրել է եւ ինչ-որ լուծումների տարբերակներ է մտածել։ Մենք այստեղ իմի բերեցինք մեր գիտելիքները, մեր ուսումնասիրությունները հատուկ էս եթերի համար արված, փորձեցինք առաջարկել տարբերակներ, որոնք կլավացնեն այդ օրենքը, կօգնեն հեղինակին վերաշարադրել այդ օրենքը, գուցե դիմել ուրիշ մասնագետների, որոնց մենք հասանելիություն չունենք, իսկ ինքը որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչ ունի եւ կարող է զանգել, դիմել, հարցնել եւ այլն։ Գուցե դա իրան կօգնի օրենքը բերել այնպիսի տեսքի, որ սոցիալական անարդարությունը նվազեցվի եւ սոցիալական անարդարության կարճաժամկետ ու երկարաժամկետ հատկապես ազդեցությունները կնվազեցվի եւ ամենակարևորը, որը հնարավոր է անել այս օրենքով իրան վերաշարադրելու դեպքում օգտագործել իրան որպես խթան ինստիտուցիոնալ կայացման, եղած ինստիտուտների բարելավման ու նոր ինստիտուտների ստեղծման համար։ Ու նորից երկարաժամկետ ազդեցությամբ այն նոր ինստիտուտները, որ մենք ստեղծելու ենք, այս օրենքին ծառայելու համար իրանք չեն մնալու վակուումի մեջ այս օրենքի հետ, իրանք պարտադիր լավացնելու են ուրիշ ոլորտներ մեր հանրային կյանքի։ Շնորհակալություն, որ նայեցիք, շատ ուրախ կլինենք տեսնել բոլոր տիպի կառուցողական կարծիքները մեկնաբանություններում, որովհետև շատ ուզում ենք շարունակել հետևել թեմային ու շարունակել մեր որոնումները, եւ եթե դուք քաղաքացի եք ուղղակի, առավել եւս եթե դուք մասնագետ եք, առավել եւս եթե սա թեման է, որը դուք երկար ժամանակ ուսումնասիրել եք, որովհետև հետաքրքրված եք կամ շահագրգռված եք, բոլոր տիպի կոնստրուկտիվ կարծիքները ողջունելի են։ Ու եթե մենք ունենանք ինչ-որ բազա, որը գուցե լրիվ հերքում է մեր տեսությունը կամ ուրիշ բաներ առաջարկում եւ այլն, գուցե փորձենք անել նոր եթեր, հասկանալ ինչ ստացանք այս հանրային քննարկումից, թեմայի մեջ կառուցողական քննարկումները ողջունելի են, շնորհակալություն։ Շնորհակալություն։